Ռազմական հեղաշրջումից 3 շաբաթ անց էլ Վաշինգտոնը հույս ունի դիվանագիտական ճանապարհով Նիգերում վերականգնել սահմանադրական կարգը։ Չնայած զինված հեղաշրջման առաջնորդներն արդեն հայտարարել են, որ նախկին նախագահ Մոհամեդ Բազումին ոչ միայն թույլ չեն տալու իր պաշտոնին վերադառնալ, այլև դատելու են պետական դավաճանության համար։ Փորձագետները վստահ են, Բայդենի կառավարությունը իշխանության եկած ապստամբների հետ բանակցելու ճանապարհներ է փնտրում, քանի որ ցանկանում է պահպանել ազդեցությունը Արևմտյան Աֆրիկայում։ Մենք շարունակում ենք շեշտը դնել դիվանագիտության վրա, որպեսզի վերականգնենք սահմանադրական կարգը։ Այդ կարգը խախտած զինվորական առաջնորդների վրա տարբեր երկրների կողմից գործադրվող ճնշումը պետք է մեծանա։ Բլինքենի կարծիքով հեղաշրջման առաջնորդների գործողությունները մեկուսացրել են Նիգերը տարածաշրջանից եւ աշխարհից։ Աշխարհից դժգոհ են հեղաշրջման առաջնորդները։ Երկրի ղեկը իր ձեռքն առած հայրենիքի փրկության ազգային խորհուրդը հայտարարել է, որ Արևմտյան Աֆրիկայի քաղաքական գործիչները եւ այլ պաշտոնյաներ իրենց դեմ տեղեկատվական արշավ են սկսել ու ցանկանում են վարկաբեկել։ Բայց դժվար թե հաջողվի նիգերցիների աչքերում սևացնել հեղաշրջման առաջնորդներին։ Հայրենիքի փրկության ազգային խորհուրդը թևեր է տալիս իր աջակիցներին։ 7 ամիս բանտում մնալուց հետո ազատ են արձակել M26 շարժման լիդերին, որ ձերբակալվել էր նախագահ Բազումի օրոք հասարակական կարգը խախտելու մեղադրանքով։ Այսօր ուրախ օր է, մեր գործընկերը եւ եղբայրը Սեյդուն ճշմարտությունն ասելու համար 7 ամիս բանտում մնալուց հետո ազատ է արձակվել։ Նիգերում M26 շարժումը քաղաքացիական խմբերի եւ հասարակական կազմակերպությունների կոալիցիա է, որոնք դեմ են ֆրանսիական ռազմական ուժերի ներկայությանը եւ աջակցում են հուլիսի 26-ի ռազմական հեղաշրջմանը։ Արմենուհի Հովսեփյան, Հայլուր։